Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ, այսօր խոսելու ենք վավերագրական կինոյի հայաստանյան զարգացումների, տարածման հնարավորությունների մասին, իսկ զրուցակիցս պրոդյուսեր, դիստրիբյուտոր Արևիկ Ավանեսյանն է, ողջույն Արևիկ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի, շնորհակալ եմ հրավերի համար։ Վավերագրական կինոն վերջին տարիներին աննախադեպ հաջողություններ է ունենում, ձեր կարծիքով ինչով է պայմանավորված։ Իհարկե մի շարք խնդիրներով է պայմանավորված եւ գուցե առաջինը կուզեմ շեշտեմ այն խնդիրը կամ այն գործոնը, որը ամբողջ աշխարհի համար է, հա, լոկալ չի, դա այն երևույթն է, որ մարդիկ հետաքրքրվել են իրականությամբ, որովհետև անիրականությունը շատ է իրան շուրջ եւ մարդիկ հետաքրքրվել են սովորական մարդով դրանով է պայմանավորված նաեւ այդքան ոդքասթերի ինչ որ բումը բլոգ նայելու ու չգիտեմ ասենք օրինակ գուցե որոշ մարդիկ ավելի քիչ են սկսել հետևել աստղերին ու իրանց աստղային չգիտեմ գործունեությանը քան թե սովորական մարդկանց ովքեր չգիտեմ են որ արթնանում են Instagram-ում գրում են ես արթնացա ես հաց եմ ուտում ես գնացի գործի եւ այլն այսինքն հենց այդ ֆենոմենը բերել է նրան, որ շատերին հետաքրքիր է սովորական մարդկանց, երբեմն նաև սովորական թվացող պատմությունները։ Այո, բայց շատ հաճախ սոցցանցերի այսպես բումի ժամանակաշրջան ենք, չէ՞, մենք ապրում, այդտեղ իրականությունը ինչ որտեղ աղաղաղված է, միֆային, այսինքն այստեղ վավերագրական կինոյի գործառույթը պիտի փոխվի, ինքը ավելի անկեղծ պիտի երևի լինի։ Չէ, միանշանակ քան ասենք այն ինչ որ մենք տեսնում ենք սոցցանցերում դա ոնց որ իր դրական եւ բացասական կողմերը միշտ էլ ունի, բայց այս պահին փորձենք դրականի վրա շեշտվենք, դա այն է, որ մարդկանց սկսել է հետաքրքրել սովորական մարդը եւ չգիտեմ, մի երկրի քաղաքացին կարանայի մի ուրիշ երկրի, բայց սովորական քաղաքացու, սովորական առօրյան ու իրան դա հետաքրքիր լինի, այնինչ եթե վերցնենք 10-15 տարի առաջ, մենք չունեինք այդ հնարավորությունը ու հետեւաբար ավելի շատ, չգիտեմ, հայտնի ու արդեն աստղ լինող ինչ որ անձերի կամ մարդկանց եթե առօրյա ասենք նույնիսկ սխալ կլինի, բայց դեղին էջերի, այսինքն ինչ որ բումերի էինք հետևում Հայաստանի հետ կապված կոնկրետ իհարկե շատ մեծ ռեզոնանս տվեց պատերազմը, անցած ոնց որ բռնի տեղահանության երևույթը եւ այդ ամեն ինչը նաեւ աշխարհի համար հետաքրքիր ինչ որ մի պատուհան բացեց Հայաստանի համար եւ նաեւ արդեն ունենալով այնպիսի հեղինակներ, որոնք կարող էին միջազգային չափանիշներով ինչ որ ֆիլմեր ստեղծել, այդ ֆիլմերի միջոցով ոնց որ ավելի համամարտկային պատմությունների նման է նայվում այդ պատմությունները ոչ թե որ զուտ հայկական է, հա, օրինակ Սարին Հայրապետյանը, որը նկարել է պատմություն 10 տարեկան վրեժի մասին Արցախից եւ ֆիլմը կոչվում է Տունս քաղցրա, ինքը Հորդանանի փառատոնում, որը արաբական ոնց որ ֆիլմերի փառատոնը ստացավ լավագույն արաբական դոկումենտալ կինո մրցանակը։ Այսինքն մարդիկ այդտեղ տեսան, որ այդ պատմությունը, այդ երեխայի կյանքը, այն դժվարությունները, որով ինքը անցնում է, ընդհանրապես չեն տարբերվում ցանկացած այլ մարդու, ցանկացած այլ պատերազմում գտնվող իրավիճակում մեծանալու պատմության հետ, հասկանում ես, այսինքն դա ինձ համար նաև շատ կարևոր տենց նշած հողագուց է ասեմ, թե արժեք է, որ շատ հետաքրքիր է դա տեսնելու հետևել, էլի դե իհարկե նաև ոնց որ ֆիլմի տարածմանը օգնեց նաև այն որ Ադրբեջանը խառնվեց ու խանգարեց որոշ հարցերում, այսինքն Հորդանանը ներկայացրել էր ֆիլմը Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում եւ Ադրբեջանի պարտադրանքով հետ կանչեց իր հայտը, բայց հիմա ֆիլմը շարունակում է ճամփորդել եւ ավելի ու ավելի մեծ փառատոնների մասնակցել, ավելի մեծ աուդիտորիաների առաջ այդ խնդիրը ներկայացնել։ Տեսեք, որքանով որ ես հիշում եմ, ավելի շատ մենք բողոքել ենք, որ չի զարգանում կինոն, մասնավորապես վավերագրականը մնացել է շատ տեղային թեմաների մեջ, զուտ թեմաներից եթե խոսենք, սակայն այսօր շատ հետաքրքիր է թե ինչով էր պայմանավորված, այսինքն ինչ տեղի ունեցավ
որ մենք կարողացանք դուրս գալ միջազգային, այսպես ասպարեզ եւ միջազգային փառատոները ուշադրություն դարձրեցին մեր խնդիրներին։ Թեպետ մենք ունեցել ենք, չէ, Արցախյան պատերազմի մասին, առաջին պատերազմի մասին նկարած ֆիլմեր եւ այլն։ Արդյոք դա քաղաքական ինչ որ իրավիճակից նաեւ։ Չեմ կարծում, ես չէի կապի դա քաղաքական իրավիճակի հետ, բայց առաջ, երբ որ այդ երևույթը շատ հատուկ էր, ասենք Հարություն Խաչատրյանն էր իր ֆիլմերով Հայաստանի մասին պատմում աշխարհում, Վարդան Հովհաննիսյանն էր իր ֆիլմով բավական մեծ հաջողություններ ունեցել 2000-ականների սկիզբը ասում, բայց հիմա մենք ունենք 30-ի կարգի լիամետրաժ վավերագրական ֆիլմեր, որոնք ամեն մեկը առանձին վերցրած բավականին լուրջ հաջողություններ ունեն դրսի փառատոներում, շրջագայություններում, ոմանք դիստրիբյուցիա ունեն, ոմանք մեծ հեռուստաալիքներով են ցուցադրվել, այսինքն ինչ որ շատ կարևոր գլոբալ բան է փոխվել մեր լոկալ աշխարհում։ Ես հենց դա եմ ուզում հասկանալ, ես կարծում եմ դա առաջին հերթին սերնդի փոփոխությունն է, որովհետև օրինակ մի ծրագիր կա, որի պաշտոնական ներկայացուցիչն եմ ես, կոչվում է Եվրազիադոկ, որը տեղի ունենում 11 թվից, եւ ամեն տարի մոտ 6 հեղինակի ոնց որ նախագծի վրա աշխատվում էր, զարգացվում էր, հետո եվրոպացի համատեղ արտադրողների հետ ֆորումներ էր լինում եւ ոնց որ զարգացվում էր այդ պատմությունը, բայց մինչեւ 2015-16 թիվը դա կարծես տենց միայն կրթական զարգացման մի հատ հարթակ էր եւ 17 թվից հետո ֆիլմերն են, որ հիմա մենք ոնց որ ամեն տարի եւս սպասում ենք, այ այս մի ֆիլմն էլ վաղ չեմ իսօրնա դուրս գալիս, վաղ չեմ իս տարի։ Այն ժամանակ հաճախ ես որ խոսում էի օրինակ հյուրեկած մեր ասենք պրոդյուսերների դրսեցիների հետ, ասում էի ինչի հայկական նախագիծ չեք վերցնում, էլի, ասենք ուկրաինական, վրացական կամ ինչ որ ուրիշ պրոյեկտ էին վերցնում, իրենք ասում էին, որ ձեր հեղինակները վախենում են խոսան այսօրվանից։ Իրանց նախագծերը անցյալի մասին է, իրանք ուզում են մութուցուր տարիները, ցեղասպանությունը, չգիտեմ, պատերազմը եւ այլն, բայց անցյալի տրամաբանությամբ ներկան չկա փաստորեն։ Այսօր մեր հեղինակները երիտասարդները էլի այդ նույն թեմաներին են անդրադառնում, բայց այնքան հստակ է այսօրը անցյալի մեջ։ Այսինքն այսօր ոնց է մարդը ապրում Գյումրիում, որը դեռ վերապրում է երկրաշարժը, դեռ դրա մեջից չի անցել, խնդիրներ ունի եւ այլն եւ այլն։ Այսօր ոնց է ցեղասպանության հարցին անդրադառնում եւ իր ոնց որ արմատներին վերադառնում եւ այլն, ոնց է այդ այն ինչը որ եղել է 100 տարի առաջ, ոնց է այսօր ազդում իր վրա, ոնց է այսօր փոխում իր կյանքը։ Ամենակարևոր բաներից մեկը այդ է մեզ համար էլ, չգիտեմ, չեմ ուզում առանձնացնեմ աշխարհից, մեզ համար էլ է միշտ հետաքրքիր հենց հիմա, հենց այս պահին ինչ է կատարվում աշխարհում։ Նույն ձև էլ ցանկացած այլ երկրի ցանկացած քաղաքացու հետաքրքիր է տեսնել, օրինակ այդպիսի ֆիլմ կա Ավլելով Երևանը, որտեղ թվում է թե առանձնապես իրենից ոչինչ չներկայացնող կնոջ մասին է, որը ունի 4 երեխաներ եւ ասենք ավլում է Երևանը, հետո ուրիշ գործ է անում, մի 3 տեղ աշխատում, որպեսզի կարողանա տունը պահի, բայց օրինակ Ֆրանսիայի հանդիսատեսը շատ սիրել է այդ ֆիլմը, TV-ով է գնացել, բավականին լավ դիտում է ունեցել, չգիտեմ, կարամ էլի հիշեմ ֆիլմեր, բայց ասածս այն է, որ հիմա մեր հեղինակները ու մասնավորապես կին հեղինակները շատ հետաքրքիր են այդ ամեն ինչի նայում ու անդրադառնում թեմաներին ու պատմություններին, որոնք բավականին խորն են եւ բավականին համամարտկային։ Շատ հետաքրքիր հուշում տվեցիք ինձ Արևիկ կին հեղինակների մասին։ Ես տեսնում եմ, որ ձեր բոլոր նախաձեռնությունները վավերագրական կինոյի հետ կապված դուք կանանցով եք իրականացնում։ Ես տեսնում եմ օրինակ ձեր ARMDoc-ը, Platform Doc-ը, բոլոր այսպես նախաձեռնողները եւ հիմնական այսպես դերակատարները կանայք են եւ դա էլ ունի իր բացատրությունը գուցե, այո, ու նաեւ ինչու ոչ ռեժիսորները նույնպես կանայք են այսօր ավելի ակտիվ են իրենք գործում։ Դա ունի նաեւ իր կարծում եմ բացատրությունը
Իհարկե մենակ կանայք չեն, մենք ունենք նաև լավ Այո, տղամարդկանց հեղինակներ, կանանց ակտիվությունը բայց տոկոսային հարաբերությամբ այո, շատ շատ է։ Նախ կարծում եմ պատճառը այն է, որ երկար հնարավորություն չի տրվել կանանց արտահայտվելու եւ ստեղծագործելու եւ հիմա հանկարծ այդ ոնց որ ասած հնարավորությունները հավասար բաց կա եւ կանայք նախաձեռնող են ավելի, փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, իսկ իմ կարծիքով սա շատ անձնական է եւ քանի որ ես, չգիտեմ, սոցիոլոգ չեմ ուսումնասիրել, չեմ կարող ինչ-որ տենց հստակ բան ասեմ, դա զուտ զգացական ինչ-որ դիտարկում է երևի, կարծում եմ, որ տղամարդիկ ավելի շատ ձգտում են այնպիսի ոլորտներում ստեղծագործել կամ այնպիսի ոլորտներում գործունեություն ծավալել, որտեղ ֆինանսական շարժը մեծ է, հնարավորությունները ավելի, չգիտեմ, հեռու են գնում, իսկ կինոյի ոլորտը Հայաստանում մանավանդ շատ փոքր շարժերի մասին է։ Այսինքն հատկապես վավերագրականը տենց բուջուր փողեր ես ճարում, մի քիչ նկարում ես, հետո մի քիչ էլ ինչ որ գումար ես ճարում, մի կերպ մոնտաժում ես, տենց ծերին հասցնելու տրամաբանությամբ մի հատ ինչ որ շղթա է, որը հաճախ ամենակիչի 2 տարի է տևում, բայց հաճախ հասնում է 5-ից 7 տարիների, այսինքն այդքան երկար մի կերպ ինչ որ բաներ անելը մի քիչ հատուկ չի տղամարդկանց, իրանք սիրում են մեծ արագ եւ ինչ որ հստակ արդյունքների արագ հասնել, ինչը շատ դժվար է մեր ոլորտում, որովհետեւ թե ֆինանսներն են շատ սուղ, թե հնարավորություններն են փոքր, տրամաբանական է։ Ամենայն դեպս ձեր գործառույթը պրոդյուսերի եւ դիստրիբյուտորի, էլի տղամարդու, այսպես կարելի ասել գործառույթ է, ես կուզեի հենց հատկապես դիստրիբյուցիայի մասին, այս բառը ինչ որ սենց մասին խոսենք, որովհետև այն ինչ որ իմաստով նոր է մեզանում, դեռ չենք կարողանում հարմարվել, թե որն է իր գործառույթը առհասարակ ու արդյոք մենք հաջողվում է այդ մասնագիտությունը ծառայեցնել կինոյին։ Հա, շատ հարաբերական է, որովհետև նույնիսկ խաղարկային կինոյում այսօր համարյա գրեթե չունենք դիստրիբյուտոր Հայաստանում։ Հիմնականում արտադրող ընկերությունները իրենք են զբաղվում ֆիլմի տարածումով, ասենք Շարմ ընկերությունը ստեղծել է որևէ կոմեդիա, հետո ինքն էլ զբաղվում է կինոթատրոնների հետ պայմանավորվելով, տարածումով, ցրելով եւ այլն, ու մոտավորապես այդպես էլ մյուսներն են աշխատում։ Իհարկե կան դաշտում մի քանի հոգի, որ հենց որպես դիստրիբյուտոր են հանդես գալիս, այսինքն նաեւ ինչ որ ընկերություններից վերցնում են այդ կոմեդիաները կամ այդ կոմերցիոն ֆիլմերը ու փորձում են նաեւ տարածել մարզերում, ցուցադրություններ անել եւ այլն։ Բայց այդ շատ քիչ է ու շատ տենց հստակ ինչ որ բաներ չունի, ասենք հիմա ես էլ եմ մտել դաշտ ու փորձում եմ հասկանալ ոնց է գործում, ամեն կինոթատրոնի հետ առանձին էս պայմանավորվում, ամեն մշակույթի տունը իր գներն ու ձևերն ու գործելու ոճը ունի ու տենց խճճվում ես էլի ում հետ ինչ է պայմանավորվել, ընդեղ ինչ գիներ, ընդեղ ով է զբաղվելու տոմսերի վաճառքով, դու թե իրանք, թե որտեղից հարկը պետք է մուծվի եւ այլ, այսինքն այնքան ինստիտուցիոնալ չի այդ ամեն ինչը, հա, շատ ամենտեղ անհատից կախված է, որ բավականին բարդ մի հատ տենց գործընթաց է դառնում, բայց օրինակ ես կարող եմ հանգիստ նշել, որ նույն այդ կոմերցիոն ֆիլմերի տարածումով զբաղվողները բավականին լավ գործ են արել, որ այսօր Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մշակույթի տները կամ որևէ այլ տենց համապատասխան կառույց աշխատումը բերում է այդ ֆիլմերը մարդկանց հասցնում է։ Ու մարդիկ սովորել են փող վճարել, այո, փող վճարել եւ գնալ կինո նայել։ Ինչը շատ լավ է։ Հիմա մենք էլ, այսինքն պլատֆորմ դոկն էլ փորձում է այդ մեծ դաշտի մեջ իր փոքր նիշան գտնի, մարդիկ ովքեր հետաքրքրված կլինեն հենց վավերագրական ֆիլմեր նայել ու այդ վավերագրական ֆիլմերի համար գումար մուծել։ Թեկուզ փոքր չափի, հա, չենք համեմատվում խաղարկային կինոյի հետ, իհարկե հասկանալի է, մենք էլ հաճախ, երբ որ ուզում ենք ֆիլմ նայենք, ցրվենք մեր կյանքի դարձավից, ուզում ենք գնանք մի հատ ինչ-որ թեկուզ հիմար թվացող կոմեդիա նայենք, բայց որ մի հատ անջատվես, մի հատ ծիծաղես, մի հատ հանգստանաս, չգիտեմ, ցրվես, ու դա նորմալ է, այսինքն պետք չի իրենց էլ, չգիտեմ, քարկոծել, որ գիտեք, չեք նայում նորմալ ֆիլմեր, ձեր, չգիտեմ, չեք զարգանում, ես չեք անում, ես չեք անում, որովհետև
նաև մարդը խնդիր ունի, ժամանցի խնդիր ունի մի հատ կտրվելու իրականությունից եւ այլն։ Բայց կարծում եմ ու արդեն այս մի քանի ամսվա փորձն էլ դա ցույց տալիս, որ շատ հետաքրքրություն կա վավերագրական կինոյի հանդեպ, շատ հետաքրքրություն կա լուրջ կինոյի հանդեպ, մարդիկ պատրաստ են, ասենք, չգիտեմ, ոչ ամեն շաբաթ, բայց կարող է ամիսը 1, 2 ամիսը 1 նաև այդպիսի ֆիլմ գնան նայեն ու մի հատ զգան ու վերապրեն ինչ որ տենց լուրջ ու խորքային խնդիրներ, թե ազգային նշանակության, թե ինքնաճանաչողության, թե տարբեր, ոնց որ ասած, թեմաների շուրջ։ Իսկ ինչ է կանում այն ավելի մեծ տարածում ունենալու համար, ինչ է կատարվում այդ իմաստով մարզերում, արդյոք հետաքրքրված են մարզերում կինոյով եւ կարող են գնալ վճարել, տոմսառնել։ Ես հանգիստ կարող եմ ասել այո։ Ասենք ցուցադրություն ա եղել Գյումրիում, ընդ որում նախընտրական նախորդ օրերին, երբ որ այդ աժոտաժը նախընտրական ինչպիսի ծանր էր, բայց ասենք 50-ից ավել մարդեր եկել ցուցադրությանը, այն դեպքում, որ ես այնտեղ էլի արել եմ ցուցադրություններ, նույնիսկ անվճար ցուցադրություններ, ու ասենք մինչև 10 հոգի ա եկել։ Այո։ Այսինքն հստակ երևում է տարբերություն, Էջմիածնում ենք ցուցադրություն արել մոտ 200 հոգի կար դահլիճում, առաջիկայում լինելու է Վեդուում, Արմավիրում ու արդեն 100-ի կարգի հետաքրքրություն կա դպրոցներից եւ մշակութային օջախներից։ Չգիտեմ, ես տեսնում եմ, որ ռեալ է այդ շարժը մարզերում, բայց ուղղակի շատ դժվար է այդ կազմակերպչական հարցերի տեսանկյունից գնալ, ամեն ինչ որ փոքր բանի համար հասնել տեղ, մի հատ ինչ որ նամակ գրել, ստորագրել, երբ որ դա ասենք, չգիտեմ, զանգի կամ էլեկտրոնային նամակի տրամաբանությամբ կարելի էր անել ու այդքան ժամանակ ու ռեսուրս դրա վրա չծախսել։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սա սկիզբն է, ընթացքա, պետքա նաև ճանաչեն ինձ, չգիտեմ, իմ թիմին, ում հետ որ աշխատում ենք, որ վստահություն առաջանա եւ այլ ոնց որ հարցեր լուծվեն էլի, որ հետագայում արդեն սա ուզում ենք շարունակական պահենք, ոչ թե մեկ ֆիլմի ցուցադրությամբ։ Ես էլի ուզում եմ հիշել մեր նախորդ զրույցները կինոյի մարդկանց հետ, օրինակ շատերն ասում էին, որ մենք կուզեինք մեր ֆիլմերը օրինակ հեռուստատեսությամբ ցուցադրվեն, բայց հեռուստատեսությունը չի գնում։ Հիմա ինչպես է վիճակը, այսինքն այսօր ստեղծագործողին կամ վավերագրողին շահավետ է արդյոք, որ իր ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրվի մի քանի անգամ, թե ավելի ճիշտ է, որ այն էկրաններով շրջի տարբեր ուղղություններով։ Երկուսն էլ կարևոր են։ Ուղղակի ամեն մեկը իր այսինքն հերթականություն գոյություն ունի։ Սկզբում ֆիլմը գնում է էկրաններ, որովհետև այսպես թե այնպես, հա, եթե օրինակ Հրազդանում ապրում է, չգիտեմ, քանի հազար հոգի, ցուցադրություն ես անում գալիս է 60 հոգի, չեղավ որ բոլորը տեսան ֆիլմը, չէ, բայց դու ցուցադրություն արեցիր, ինչ որ փոքր ֆինանսական շարժ առաջացավ։ Հաջորդ քայլը դա պետքա լինի հեռուստատեսությամբ ցուցադրություն, բայց էլի այսինքն մեր նպատակը նույն ասոցիացիան ստեղծել Արմդոկը, մյուս քայլերը ձեռնարկելը նրա համար է, որպեսզի նաև այդ ինստիտուցիոնալ տեսանկյունից հարցերին փորձենք լուծում տանք։ Մենք հիմա մի քանի TV-ի հետ բանակցությունների մեջ ենք, որ մեծ ծրագիր անենք, ոչ թե մի ֆիլմի ցուցադրություն, այլ ամբողջ եթերաշրջանի, հա, ասենք 16 ֆիլմի ցուցադրություն, բայց ֆինանսավորումով, որ հեղինակներին վճարենք նաև դրա համար։ Ու ես հասկանում եմ, որ օրինակ, երբ որ ես արտադրող եմ, փոխվել է ամեն դեպքում։ Փոխվել է այնքանով, որ եթե մի 5-6 տարի առաջ դու որևէ մի հեռուստաընկերության ասում էիր, այսպիսի բան անենք, ասում էր, հա, սիրով անվճար ցույց կտամ։ Հիմա, երբ որ ասում ես, ինքը էլի պատրաստ է դա անի, բայց արդեն հասկանում է, որ դա լավագույն առաջարկը չի եւ պատրաստ է ոնց որ ինչ որ փոխզիջումների գնալ, հասկանալ ոնց կարելի է ֆինանս ճարել դրա համար, չգիտեմ, տարբեր ձևերով ենք հիմա փորձում այդ գործընթացը անել, քանի որ դեռ հստակ պայմանավորվածություն չկա, չեմ ուզում շատ փակագծերը բացեմ, բայց գաղափարը այն է, որ թեկուզ ուրիշ ֆինանսավորող ճարենք, որը կֆինանսավորի, իրենք էլ ցուցադրեն, այսինքն փոխշահավետ ինչ որ համագործակցության գնանք, էլի։ Բայց կարևոր բանը մեր համար այնա, որ հեղինակները վճարվեն, թեկուզ փոքր գումար, բայց անվճար չլինի ցուցադրությունը։ Այո։
Շատ լավ, կուզեի խնդիրների մասին նույնպես խոսենք, որտեղ խնդիրները մեզ ուղեկցում են եւ մեզ համար այսպես խթան են, չէ, զարգանալու համար նաեւ։ Այնտեղ դուք նշել էիք ձեր նպատակների մեջ, որ կարևոր է որպեսզի կարողանաք միմյանց հետ համագործակցել եւ աշխատել, պետական կառույցների հետ կարողանաք աշխատել ու նաև միջազգային կազմակերպությունների հետ։ Հիմա այս երեք կոմպոնենտներից որն է առաջնային ու կարևորը ձեզ համար, որպեսզի եւ տեսանելի լինի վավերագրական կինոն դրսում եւ նաև մեզանում եւ զուգահեռ զարգանա նաև։ Ոյ, չգիտեմ, իմ համար երեքն էլ շատ կարևոր են ու իրանք զուգահեռ պետքա զարգանան, որպեսզի ինչ-որ առաջընթաց գրանցվի։ Այսինքն, եթե մենք մենակ կենտրոնանանք նրա վրա, որ մեր մեջ իրար հետ լավ հարաբերություններ ունենանք, լավ աշխատենք, ուրա դա տանելու, ինչ որ միտեղ պետք է այդ ոնց որ ասած ռեսուրսը գնա։ Իհարկե կարևոր է նաև պետության հետ կարողանալ ճիշտ համագործակցել, որովհետև շատ հաճախ պետական ֆինանսավորումը օրինակ կամ պետության ինչ որ բարի դրացիական մոտեցումը կարա շատ հարց ինչի կարիք կա այսօր ձեր համայնքը հատկապես պետությունից ինչ է ակնկալում։ Տենց հստակ ինչ որ ակնկալիք էս պահին որ ասեմ, եթե մենակ վավերագրողների համայնքը չասեմ, բայց ամբողջ կինոյի ոլորտը աննախադեպ միավորված է այսօր, որովհետև ոլորտի խնդիրները սկսել են հասկանալ, ավելի շատ մարդիկ լուծումներն են տեսնում, թե ինչպես կարա լինի։ Նկատի ունեք գիլդիաների գոյությունը, տարբեր ասոցիացիաների կամ նման ինչ-որ խմբավորումների գոյությունը, ասենք, այս նոր կանոնակարգը, որը այսպես ասած դրվել է սեղանին, շատերը ոնց որ ուրախ են, որ վերջապես եկավ, այսպես ասած, մի տարիա ֆինանսավորում չկար, ոլորտը մեռած է ոնց որ, բայց մյուս կողմից շատ խնդրահարույց կետեր կան, որ առաջ գուցե ոչ մեկ չուզենար դրա մասին խոսեր, չբարձրաձայներ, ինչ որ պահանջ կամ նամակ չներկայացներ, չէ, բայց այսօր մոտ 90 հոգի ստորագրել է այդ նամակի տակ կինոյի ոլորտի ներկայացուցիչներ, որ պահանջում են ժամանակավոր հայտարարել այս ոնց որ մրցույթը եւ վերանայել, փորձել լսել ոլորտի ներկայացուցիչներին եւ այն արժեքավոր փորձը ու օգտակար ոնց որ ասած կոմենտները բաներ որ կա, դա նկատի ունենան էլի, ոնց որ եթե ուղակի ընդունենք դա ու աչքերս փակած գնանք, մենք ենք տուժելու, որովհետև մենք ենք այդ ոլորտում աշխատում, մենք ենք ամեն օր, չգիտեմ, մեր արտասահմանցի պարտներին բացատրում, թե ոնց է Հայաստանում, ոնց պիտի նավարկես այդ ջրերում եւ այլն, ու իհարկե ուզում ենք, որ մի օր մի նախագիծ անելուց հետո հաջորդում մի քայլ առաջ լինենք, ոչ թե 3 քայլ հետ։ Տրամաբանական է, չէ՞։ Իսկ տարիներ առաջ կինոյի մասին օրենք դուք այսպես ազգային ժողով բերեցիք եւ շատ ուրախ էիք, որ այն անցավ եւ հիմա ինչ եղավ, ինչ տեղի ունեցավ, ինչ փուլում է գտնվում, արդյոք օգտակար դեր ունեցավ։ Իմ կարծիքով շատ օգտակար, նաեւ դա է պատճառը, որ այսօր ոլորտը միաբանված է, որովհետեւ տեսնում են հստակ փոփոխություններ, տեսնում են առաջընթաց։ Իհարկե կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ասում են, որ դա անիմաստ էր, որ դա ընդհանրապես սպիտակ թղթի վրա ինչ-որ սև մուր է, որը ոչ մի օգուտ չի տվել ոլորտին կամ խանգարել է նույնիսկ, բայց ոչինչ ինքն իրան չի լինում, հասկանում եք, չգիտեմ, երբ որ մենք լոբինգով ենք զբաղվում ու հանդիպում ենք առանձին պատգամավորների բացատրում ենք իրանց կինոյի օրենքի նշանակությունը, կարևորությունը, որ դա կարա ոլորտը փոփոխություն բերի ամբողջ Հայաստանի համար օգտակար լինի եւ այլն, ընդհանրապես չէին պատկերացնում, չէին լսել երբևէ, որ այտենց օրենք գոյություն ունի աշխարհի տարբեր երկրներում եւ դա ոլորտին օգնում է եւ այլն, բայց այսօր արդեն կարծես դա այտենց սովորական թեմա է դարձել, բոլորը արդեն գիտեն, ինչ որ բան են հասկանում, ինչ որ բան են իմանում, այսինքն դա ինչ որ աշխատանքի արդյունք է, ոչինչ հենց այնպես չի լինում ու կարծում եմ շատ կարևոր է ֆիքսել, որ Հայաստանում էլ զարգացումները պայքարների հետևանք են, այսինքն ցանկացած
ոլորտ էլ որ վերցնենք ցանկացած դաշտ ուղղություն, երբ որ դու պայքարում ես ինչ-որ բանի համար, դու ինչ-որ բանի հասնում ես։ Եթե չես պայքարում, ինքը տենց լճացած մնում է իր ձևով։ Կինոյի օրենքը ինքը այսպես լոկալ անջատ չպետք է լինի այլ օրենքներից, գուցե դա է պատճառը, որ շատ դանդաղ է ընթանում։ Իհարկե, այդ օրենսդրական դաշտում ինչ-որ մի բան փոխել, ինչ-որ մի բան անելը շատ բարդ է եւ Վրաստանի կայծակնային այդ փոփոխությունն ու օգտակարությունը իրանց օրենքի հենց դրանով եղավ, որ իրենք կարողացան կինոյի օրենքը ընդունելուց նաեւ հարկային օրենքում մեծ փոփոխություններ անել, որը մեր մոտ հնարավոր չի դեռ միևնույն ժամանակ եղավ որոշակի քայլեր, այսինքն հիմա մենք արդեն հաստատել ենք cash rebate-ը, որը աշխարհում բավականին տարածված երևույթ է ու այս պահին լիքը կինոգործիչներ անհամբեր սպասում են, երբ դա ոնց որ գործարկվելու, որովհետև օրենքը ընդունելը մի բան է, դա գործարկելը լրիվ ուրիշ բան է։ Անցած տարվա ապրիլին օրինակ կինովարձույթի վկայական ունենալու պահանջը շատ խստիվ դրվեց, այսօր դեռ մարդիկ չեն կարող այդ վարձույթը ստանան։ Մի տարի կանոնակարգ են մշակում եւ այլն, հիմա հաստատել են, բայց էլի գործընթացը վերջնական չի, էլի, այսինքն թվում է թե արդեն ամեն ինչ արած է, բոլոր ինստիտուցիաները, չգիտեմ, բոլոր նախարարությունները ստորագրել են այդ թղթի տակ վերջ ունենք, ինչ լավ է, բայց դեռ պետքա ժամանակ անցնի, որ այդ գործընթացը այնքան հստակ դառնա, որ դու իմանաս, գնում ես, տալիս ես 3 օր անցա, վերցնում ես 4-րդ օրը, էս անում մի շաբաթ հետո, սենց վերջ, դու գիտես հստակ այդ ժամկետները, բայց այսօր դա դեռ տենց չի։ Ու պարզ է, նորմալ է, այսինքն պետքա ընդունենք, որ դրա համար էլ է ժամանակ պետք, դրա այդ ամբողջի աշխատելու համար էլ պետքա, չգիտեմ, գոնե մի 50 հոգի դիմի, 50 հոգի այդ թուղթը ստանա, որ թե տվողները, թե ստացողները հասկանան դա ինչ գործընթաց է իրանից ենթադրում, որ հստականա այդ ամբողջ, չգիտեմ, շղթան։ Շատ բարդ ինչ որ փուլեր են, բայց նաև կարծես թե թունելի հետևում լույսը երևում է։ Իհարկե կարևոր է, չգիտեմ, ղեկավարության, կառավարության կամքը, որ արագացնեն այդ գործընթացը, ոչ թե անդադ խոչընդոտեն կամ, չգիտեմ, գնում հասնում է, որ մի հատ ինչ-որ նախարարություն տի ստորագրի, մի ամիս ստորագրում են, էլի։ Շատ լավ, եւ փորձենք ավարտել մեր զրույցը։ Ես կուզեի պլատֆորմ դոկի գործառույթների, առաջիկա ծրագրերի եւ այլների, չգիտեմ, դուք այնտեղ այդ համահիմնադիր եւ ղեկավարն եք, ինչ ծրագրեր ունեք առաջիկայում։ Մենք հիմա, այսինքն անցած շաբաթ կիրակից սկսել ենք աշխատարան, որը վավերագրական ֆիլմերի զարգացման աշխատարան է եւ մոտ 7-8 նախագիծ կա, որոնք ընթացիկ ոնց որ զարգացման փուլում են եւ պետքա ամռանը հուլիսին լինի ոնց որ նախագծերի ներկայացում, ընտրվեն մի քանի նախագծեր, որ մասնակցեն ավելի մեծ փիչինգին, որտեղ լինելու է եւ Վրաստանից եւ Պարսկաստանից, այսինքն ռեգիոնալ փիչ լինելու, որին հրավիրվելու են նաեւ դրսից, երկու անգամ է լինելու փիչ, մի հատ ոնց որ Հայաստանում լոկալ չափերով, մի հատ էլ on-line եվրոպական պրոդյուսերների համար եւ իրենք կարող են ընտրել նախագծեր ու դառնան համատեղ արտադրվող ֆիլմեր։ Դա տենց մեծ ծրագիր է, որը այդ նույն Եվրասիա դոկի շարունակությունն է եւ մյուսը ֆիլմերի ցուցադրություններն է, այս պահին Ավրորայի լուսաբացն է ցուցադրվում մի շարք մարզերում, առաջիկայում հունիսին մեջ նախատեսվում է Սյունիքի ամբողջ տարածքում ցուցադրություններ եւ մինչեւ այդ նաեւ այս շրջաններում հետագայում աշնանը կլինի Տունս քաղցրա ֆիլմի ցուցադրությունները, էլի մոտ 30 համայնքներում Հայաստանի եւ Լիլիթ Մովսիսյանի Պայքար ֆիլմը, որը 16 տարեկան Կարինեի պատմությունն է, որ երազում է վետերինարներ, անասնաբույժ դառնալ, բայց իր հայրը դեմ է եւ չի ուզում իր աշխարհը մտնի, էլի երազում է, որ իր աղջիկը երաժիշտ պարուհի դառնա, ու շատ հետաքրքիր ընտանեկան կոնֆլիկտ է, բայց հետաքրքիր ֆիլմ է ստացվել։ Մի խոսքով, այսպիսի ֆիլմեր են, որոնք ուզում ենք հասցնենք հանդիսատեսին եւ ընդհանուր հայկական վավերագրական կինոյով զբաղվենք։ Դուք ընտրում եք։ Հա, այս պահին, այս տարվա համար մի տեսակ, քանի որ նաև առաջի փորձն էր, հատուկ ընտրվել են այն ֆիլմերը, որոնք ավելի դպրոցական եւ գուցե երիտասարդ այդ սեգմենտի համար են, Ավրորայի լուսաբացը 14+
ոնց որ տարիքային խմբի համար է, տունս քաղցրան ավելի փոքր 10+-ից եւ Կարինեի մասին ֆիլմը պայքար, որ էլի ոնց որ թինեյջերների համար հետաքրիր պատմություն։ Այո, ձեր ամբողջ ֆոկուսը հիմնականում դպրոցականներն են, պատանիները, հա, որքան հասկացա, ու երիտասարդները։ Հա, մի տեսակ այդպիսի ոնց որ տեսլական կա իմ մոտ, նաև թիմն էլ է համաձայն ու նաև կամավորներս են շատ երիտասարդ, ես տենց շատ ակտիվ իրանց լսում եմ, որ երիտասարդներին բերելով այս դաշտ, երիտասարդներին հետաքրքրելով, նաև հետագայում կունենանք գիտակից մեծեր, հա, ոնց որ այդ տրամաբանությունն էլ է աշխատում, այսինքն եթե որն է մեծամասամբ նաև մեծերն էլ են շատ հետաքրքրվում, գալիս են ֆիլմի դիտումներին, քննարկումներին մասնակցում են, բայց ինձ համար կարևոր է, որ թիրախային պահենք հենց երիտասարդներին, էլի։ Շնորհակալություն Արևիկ, հետաքրքիր զրույցի համար։ Ես ռադիոլսողին հիշեցնեմ, որ զրուցակիցս պրոդյուսեր դիստրիբյուտոր Արևիկ Ավանեսյանն էր։ Մենք խոսում էինք հնարավոր է արդյոք հայաստանյան վավերագրական կինոյի զարգացումներն ու տարածումը մեր օրերում։ Իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը։